Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Բլեյան, ավարտվեց Սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու փուլը, արդյունքները մնացին անփոփոխ եւ թե ուժեղ Հայաստանը եւ թե Հայաստան դաշինքը հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները։ Ինչ դիտարկումներ ունեք այս process-ի շուրջ, ինչ սպասել առաջիկայում։ Շատ կարևոր է ծանոթանալ, թե Սահմանադրական դատարանը ինչ եզրակացություն է հրապարակելու, գիտեք, երրորդի ընթացքում իրենք պետք է հրապարակեն այդ ամբողջ իրենց պատճառաբանությունը, թե ինչի հիման վրա են իրենք մերժել բոլոր 7 դիմումները։ Ես մեր կուսակցության դիմումի համար պետք է ասեմ, որ ի սկզբանե մեր դիմումը ուղղված էր հենց ընտրակեղծարարությանը, ընտրակաշարքի լայնատարած դեպքերին, հարյուրավոր դեպքերի հասնող այդ ձերբակալություններին, հաղորդումներին, հետապնդումներին քրեական եւ մենք մեր պատկերացմամբ դա պետք է ունենա իրենց հետևանքը, այնպես ինչպես դա տեղ ունեցավ Մոլդովայում, Ռումինիայում, որ կաշառք բաժանող կուսակցությունները պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից առնվազն։ Եվ ես դեռ հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը նաեւ իր ձևակերպմամբ նաեւ կթույլատրի կամ իրավական, այսպես հնարավորություններ կընձեռի, որպեսզի ավելի հեշտ այդ process-ով մենք առաջ գնանք, որովհետև ես չեմ կարծում, որ 26 թվականի խորհրդարանը հեղափոխությունից 8 տարի անց մենք խորհրդարանում կարող ենք ունենալ այնպիսի քաղաքական գործիչներ եւ այնպիսի падգամավորներ, որոնք ընտրվել են կաշառքի հիման վրա։ Կաշառքով ընտրված քաղաքական գործիչը, падգամավորը չպետք է տեղ ունենա Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Դա մեր պատկերացումն է եւ կարծում եմ այստեղ որևէ տարակարծություն չի կարող լինել ցանկացած գիտակից քաղաքացու մոտ։ Բայց դե իրենք էլ վիճարկում էին ընտրությունների արդյունքները, չնայած այդ ձայնագրություններին, ձեր նշած բացահայտված հարյուրավոր դեպքերին, ասում են, որ փետրվարից մինչև հիմա, քանի որ ընդամենը 258 մարդ է անցնում այդ քրեական գործերով, նշանակում է, որ զանգվածային ընտրակաշառք չի բաժանվել։ Դեռ մի բան էլ իշխանությանն էին մեղադրում ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Դե տեսեք, 258 իրենք որ մատնանշում են, դա այդքանն է բացահայտվել, բայց բնականաբար եղել են շատ ավելի շատ դեպքեր, այնպես չէ, որ ցանկացած ընտրակաշառք, որ փոխանցվել է պոտենցիալ քվեարկողի, անպայման բացահայտվել է եւ տեղի հասել հակակոռուպցիոն դատարան։ Բնականաբար ոչ։ Հետեւաբար մենք կարող ենք դա մի քանի անգամ բազմապատկել եւ պատկերացնել, թե ինչի մասն է խոսքը գնում։ Եվ բնականաբար նաեւ այդ ձայնագրություններից մենք կարող ենք փաստել, որ խոսքը գնում է կազմակերպված լայնատարած ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին եւ այստեղ է խնդիրը եւ մենք կարծում ենք, որ Սահմանադրական դատարանը որպես սահմանադրական բարձրագույն մարմին պետք է սահմանադրաիրավական գնահատական տա, ոչ թե քրեական գնահատական։ Քրեական գնահատականը պետք է հակակոռուպցիոն արդեն դատարանը իր վճռով տա, այլ սահմանադրաիրավական գնահատական տա, ընդ որում նույն գնահատականը պետք է տար կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որտեղ ԿՀ նույնպես սահմանադրական դատարան է եւ իր լիազորությունների մեջ է մտնում նաեւ որպեսզի հետեւի ընտրությունների ազատ եւ արդար լինելուն եւ երբ լինում են ընտրակաշառքի դեպքեր, նա պետք է իր գնահատականը տա։ Հիմա Նարեկ Կարապետյանն ասում է, որ վերցնում են մանդատները քննարկումների արդյունքում, որ պետք է փողոցը զուգակցեն օրենսդրի մարմնին, առաջիկայում սպասում են թիմ ընտրություններ, ուզում են այնտեղ հաղթանակներ տանել եւ ասում են, որ քարտ բլանշ է տված իշխանությանը, որ Հայաստանը դարձնեն Ուկրաինա, ինչը իրենք թույլ չեն տալու։ Հետաքրքիր է, երբ օրինակ ասում են դարձնեն Ուկրաինա, այսինքն իրենք ինչ են պատկերացնում, որ օրինակ Հայաստանը դառնալ է մի այնպիսի երկիր, երբ օրինակ մեր մոտ երկրի ղեկավարը կարող է իր նախագահական կամ վարչապետական հրամանագրով թույլատրի Մոսկվայում ռազմական շքերթ իրականացնել, որովհետև այսօր Ուկրաինան վերածվել է մի այդպիսի երկրի, կամ պատկերացրեք Ուկրաինայի կշիռը հիմա եւ պատերազմից առաջ լրիվ այլ կշիռների մասին է խոսքը գնում։ Տեսեք, թե Ռուսաստանում ինչ է տեղ ունենում, բենզինային ոլորտում, դիզվառելիքի ոլորտում, իրենք անտանելի իրավիճակի մեջ են հայտնվել եւ դա շնորհիվ ուկրաինական զինուժի, այսինքն ինչի մասն է խոսում Նարեկը, կամ ինչ փողոցային պայքար, այսինքն մենք տեսել ենք դա 21 թվականից ի վեր, մենք տեսել ենք այդ նույն այդ գործելավոճը եւ եթե առաջ պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցություններում կա ինչ երբեմն տարաձայնություններ, այս պայն մենք տեսնենք սինխրոն աշխատանք Հայաստան եւ ուժեղ Հայաստան խմբակցությունների միջև
այլի կլինեն ինչ որ չգիտեմ փողոցների օկուպացիոն, ինչպես մենք հիշում ենք ֆրանսիական հրապարակներին իրենք, Ֆրանսիայի հրապարակներին իրենք զավթել եւ ամիսներով կարծեմ կատվածահար էին արել երթևեկությունը, բայց ես կարծում եմ, որ դրա ժամանակներն անցել են, իրենք չպետք է թույլատրվեն, որպեսզի նման գործելավոճով նորից խաթարեն երթևեկությունը, մարդկանց բնականոն աշխատանքը, իրենք ստացել են մանդատ, իրենք փաստորեն վերցնում են մանդատ, թող գնան պայքարեն իրենց աշխատանքը, պայքարեն իրենց տանեն իրենց պայքարը ազգային ժողովում, տեսնենք թե իրենք ինչ են ասում, իրենց ինչ տարբերություն։ Ես կարծում եմ իրենք շատ ավելի վատն են լինելու, քան նախորդները։ Դե օրինակ որ վերցնում են մանդատները, բայց ասում են չենք ճանաչում ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Սա ինչ եք կարծում, ինչ որ բան չի, արդյոք նոնսենս չի, մի կողմից վերցնում ես մանդատները գնում ես ազգային ժողով, մյուս կողմից ասում ես կեղծվել են, մի հատ էլ փողոց, ինչ ես պայքարում փողոցում։ Այդպես չի լինում։ Եթե կեղծվել են, հրաժարվիր, ինքը իդեպ վրացական օրինակն է բերում, փորձում իրեն արդարացնել, եղբայր, այո, իրենք արեցին, իրենք չվերցրեցին եւ իրենք դրանով դիքրոշում ցույց տվեցին, որ իրենք սկզբունքային ընդդիմություն են։ Այ Վրաստանի ընդդիմադիր հատված իրենք սկզբունքային էին։ Իհարկե իրենց էլ մեղադրելու կա, որ իրենք չկարողացան համախմբվել, այնպես օրինակ ինչպես մենք գիտակից քաղաքական գործիչները սա չկարողացան համախմբվել ցավոք, բայց այնուամենայնիվ իրենք սկզբունքայնություն ցուցաբերեցին եւ թող Նարեկ Կարապետյանը եւ մնացածները նույնպես սկզբունքայնություն ցուցաբերեն։ Թող ցուցաբերեն, իհարկե չեն ցուցաբերի։ Այսինքն այն որ իրենք ի սկզբանե խորհրդարանում տեղ ունենալու համար էին պայքարում, իրականություն է, որովհետև փոքր դժվար է հավատալ, որ Սամվել Կարապետյանը իսկապես մտածում էր, որ ինքը կարող է Հայաստանում վարչապետ դառնալ։ Այսինքն պլանն, այսպես ասած, մաքսիմումը իրենց խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիաներ ունենալն էր, ձևական սահմանադրական դատարան ինչ-որ բողոք ներկայացնելը, դրանից հետո սուսպուս վերցնել, գնալ ազգային ժողով ու այսպես Կրեմլի թեզերը շարունակել առաջ տանել։ Եթե իրենք այդպես վստահ լինեն, որ իրենք վարչապետ են դառնալու, Սամվել Կարապետյանը, ինչպես ժամանակին Ռուբեն Վարդանյանը, ոնց կպատրեր իր Ռուսաստանի եւ Կիպրոսի անձնագրերը, ոչ թե Վարդանյանին հույսին կմնար, թե երբ նա գազ տալու, որպեսզի քաղաքացիությունից հրաժարվի, իսկ հիմա էլ ասում է՝ մի զբաղվեք, երեք այդ նույն հարցերը տակ, ժամանակ կգա կհրաժարվեն։ Բնական է ի սկզբանե չի հրաժարվել, ինչ համար պետք է հրաժարվի։ Հակառակը միգուցե ինչ-որ մի պահի ստիպված լինեն դիմել Ռուսաստանին, օրինակ, չգիտեմ, բանտարկյալների փոխանակման հայցով կամ մարդու իրավունքների ինչ-որ հայցեր ներկայացնեն Եվրոպական դատարան Կիպրոսի անձնագրով։ Իրենք այդպես են, չէ՞, օգտագործում։ Ֆրանսիայի հետ դատվում են Կիպրոսի անձնագրով եւ այսպես շարունակ։ Այս ակնհայտ պրոռուսական ուժը, որ հայտարարում է, որ եթե երկուսակցական համակարգ լիներ Միացյալ Նահանգների նման, հաղթողը ակնհայտ կլիներ։ Իսկապես կարծում եք, թե այսպես Հայաստանում երկու ուժ մասնակցեն ընտրություններին, ինչ որ այլ արդյունքեր գրանցվելու։ Միացյալ Նահանգներում չկան հակաամերիկյան կուսակցություններ։ Իրենք պրոռուսական են, բայց իրենք հակահայկական են։ Սա շատ կարևոր է ֆիքսել, որովհետև չի կարող լինել Հայաստանի Հանրապետություն պրոռուսական կուսակցություն, նույն ինքը ռուսական կուսակցություն, երևի պրոհայկական, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Այսօր Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Այսօր Ռուսաստանի Դաշնության շահերից է բխում այն, որ Հայաստանի քաղաքացիները տուժեն օրինակ իրենց սանկցիաների հետևանքով։ Իրենք մեզ փորձում են պատժել։ Իրենք հիմա ինչ են անում։ Իրենք պատժում են, որ մենք պետություն ունենք։ Իրենք պատժում են, որ մենք որոշել ենք ինքներս որոշենք, թե ով է լինելու մեր իշխանությունը, ով է լինելու մեր իշխանության դիմադիր հատվածը եւ այսպես շարունակ։ Իրենք մեզ պատժում են դրա համար։ Եվ հետաբար ոնց կարող ենք մենք ասել, որ պրոռուսական կուսակցությունը նույն բան նորմալ է։ Չէ՞, չգիտեմ, կամ երբ որ կնդրխացում են, որ հատուկ ռազմական օպերացիա պետք է իրագործել Հայաստանում, մի բան, որ նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից մեկ այլևս չենք լսում, հա, կամ Թուրքիայից թարապետից չեմ հիշում, տես մի բան լինի։ Բայց Ռուսաստանում օրինակ իրենց падգամավորները, քաղաքական գործիչները, լրագրողները հանգիստ խոսում են, բացեբաց խոսում են, որ Հայաստանն իրավունք չունի պետություն ունենալ, հայ ժողովուրդն իրավունք չունի պետություն ունենալ։ Իրենք ի՞նչն են համատում Միացյալ Նահանգների հետ։ Միացյալ Նահանգներում կա դեմոկրատական եւ հանրապետական կուսակցություններ, ովքեր ունեն շատ խառը ռազմավարություններ հայ իրարից, բայց կներեք երկուսի նպատակն էլ Միացյալ Նահանգների բարգավաճումն է։ Իրենք իրեր կարող են մեղադրել տարբեր բաներում, բայց երկուսն էլ հասկանում են շատ ժամանակ երկուսակցական օրինագծեր են բերում կոնգրես, սենատ եւ քվեարկում են
Երբ է եղել Հայաստանում մի այդպիսի բան, նկատի ունեմ սրանց ժամանակ։ Այս սրանց նպատակն էր Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը։ Սա է խնդիրը։ Սա էր մեր նպատակը, երբ մենք մտնում ենք ընտրապայքար ընդդիմափոխության ջատագովով, որտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ընդդիմադիր հատվածը պետք է լինի ինքնիշխան, ոչ թե մեթոդիչկաներ ստանա Կրեմլից։ Սա ենք մենք տեսնելու։ Առավոտյան կամ երեկոյան կստանան Ռուսաստանից հրամանները, հաջորդ օրը կսկսեն սինխրոն աշխատել երկուսով։ Եթե ժամանակին իրենք 4-ով էին աշխատում, 21-22 թվականներին Ադրբեջան, Ռուսաստան, պատիվ ունեմ Հայաստան։ Սինխրոն քարյակը Տեր-Պետրոսյանի ժամանակվա ասած հրաշալի քարյակը։ Սենց աշխատում են, հիմա դարձավ հրաշալի եռյակ։ Ադրբեջանը դուրս գնաց, որտեղ դարձավ ավելի կառուցողական։ Իհարկե ես չեմ բացառում, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը նույնպես կօգտագործի, ինչպես օրինակ 300,000 հոգու ադրբեջանցիների այդ վերադարձի բանը իրանք սկսում են մեկ-մեկ օգտագործել, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզն են իրանք մեկ-մեկ օգտագործում, որտեղ տեսնում են, որ այստեղ շատ լավ են ոնց են ասում, պիտանի ապուշներ կան, ովքեր օգտակար ապուշներ կան, ովքեր շատ լավ տարածում են իրենց թեզերը, ոչ փող պետք է ծախսես, ոչ մի բան։ Ուրիշ պետությունները միլիարդավոր դոլարներ կարող է ծախսեն, որ նմանատիպ գործընկեր կուսակցություններ ունենային իրենց հակառակորդ երկրում։ Այստեղ խնդրեմ, անվճար անում են։ Հիմա ինչ է ասում ուժեղ Հայաստանը, որ քանի որ քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ ունենալ սահմանադրական մեծամասնություն, իրենց խնդիրն է լինելու թույլ չտալ, որ հանրաքվե անցկացվի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջով։ Ընդդիմադիրներից նաև այսպիսի տեսակետ կա, ընդդիմադիր հայացքներ ունեցողներից, որ եթե քաղաքացիական պայմանագիրը կարողանա հանրաքվե անել, ապա պատասխանատվությունը մնում է ընդդիմության ուսերին։ Ինչ դիտարկումներ ունեք ընդհանրապես ինչ սպասել առաջիկայում հանրաքվեի մասով։ Գիտեք, իրականում իրենց նպատակը որն է։ Իրենց նպատակը չէ Հայաստանում կլինի նոր սահմանադրություն, կլինի հին սահմանադրություն։ Իրենք կներկայացած ունեն ցանկացած սահմանադրության վրա, որովհետև իրենք դեռ վարչապետ չնշանակված արդեն ասում են գալու ենք եւ մի քանի օրում մի նիստով փոխենք սահմանադրությունը, կոստյում կանենք մեր վրայով եւ դառնանք վարչապետ։ Իրենց չի վերաբերվում։ Ինչպես ժամանակին օրինակ որ կռիվ էին տալիս թե Կիրանցի շուրջ, թե եկեղեցին որտեղ կընկնի, դպրոցն ուր կընկնի, այս գյուղը ուր կընկնի, այն տնակը ուր կընկնի, իրենք բոլորն էլ թքած ունեն դրանց մասին։ Իրաց համար կարևոր է որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլինի կառուցողական որևէ գործունեություն, չլինի սահմանազատում, սահմանագծում, որպեսզի լինի անորոշություն, որտեղ կա անորոշություն, այնտեղ կա քաոս, որտեղ կա քաոս, կան իրենց քաղաքական ներկայությունը։ Հիմա նույնն այստեղ է։ Իրենց պետք է լինի անորոշություն, որպես Ադրբեջանն էլ ասի դե լավ, դե որ անորոշությունն է, մի րոպե, հիմա չեք կարողանում բան անել, բայց ես ասեմ, որ չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահը իրապես մտածում է, որ պետք է անպայման այստեղ այդ դրույթը դուրս գա սահմանադրությունից, որովհետև եկեք անկեղծ ասենք, ցանկացած 20 տարի հետո եթե գան օրինակ ռևանշիստներ եւ ասեն մենք ուզում ենք Արցախը վերցնենք, Նախիջևանը վերցնենք, Կարսը վերցնենք, շատ էական չի լինելու թե մեր սահմանադրությունում ինչ կա, ինչ չկա։ Բացարձակ։ Եվ դա շատ լավ հասկանում եմ Իլհամ Ալիևը։ Ես կարծում եմ պետք է ստորագրի ինչ-որ մի ձև կգտնեն, որովհետև նա հետաքրքրված է ըստ երևույթի խաղաղությամբ։ Մեր նպատակն է, որ այդ խաղաղությունը դառնա երկարակեց, նաև նույն բանն ասեց Իլհամ Ալիևը ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ իր նամակում նաև Դոնալդ Թրամփին նա շնորհակալություններ հերթական անգամ հայտնում, որ բերել են կառուցողական դաշտ եւ քանի կա այդ կառուցողականությունը, ես կարծում եմ իր շահերից է բխում, որպեսզի ստորագրի։ Եթե չստորագրեց, մեր համար կարևոր է, որ լինի ապա շրջափակում, լինի սահմանների բացում, մանավանդ Թուրքիայի կողմից, սա է մեր նպատակը։ Թրիփը իրագործվի, մնացած տեսակ ֆոն դեր Լայենը ասաց, որ միջև $2 միլիարդ հասնող օգնության մասին է խոսքը գնում դրամաշնորհների եւ այլ ներդրումների միջոցով։ Սա է մեր նպատակը։ Եվ Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է այդքան բանը, չեմ կարծում թե նա այնքան տոգորված է, թե մեր սահմանադրությունում ինչ է գրված։ Որտեղ այդ ժամանակ նա երբ առաջ տվեց այդ թեզը, իր հիմնական նպատակն էր խոչընդոտնել այդ ամեն ինչին, որտեղ այն ժամանակ ինքը խաղում էր Ռուսաստանի դաշտում, Ռուսաստանի ուղեծրում։ Ալիևը։ Նույնն էլ Զանգեզուրի միջանցքը, օրինակ Զանգեզուրյան միջանցքը նա բառակապակցություն չօգտագործեց այս անգամ, երբ շնորհավորում էր Դոնալդ Թրամփին, այլ խոսում էր Թրամփի ուղուց։ Իհարկե, երկրի ներսում նա շարունակում է օգտագործել Զանգեզուրի միջանցքը։ Իհա մենք էլ կարող ենք ասել Տիգրան Մեծի միջանցք օրինակ։ Դրանից բան դուրս չկա, որովհետև դա Թրամփի ուղին է,
եւ Հայաստանով անցնող այդ մասը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանով անցնողը պատկանում է Ադրբեջանին։ Եթե մենք անունը դրեցինք Տիգրան Մեծիովի, դա չի նշանակի, որ դա պատկանում է մեզ։ Հետևաբար ըմբռնումով պետք է մոտնալ եւ կարծում եմ Հարիկ Կարապետյանը թող շատ չտոգորվի, թարպես իրենց ուժը, կարծում եմ այնուամենայնիվ խաղաղության օրակարգը գնում է առաջ եւ մեր նպատակն է, որ լինեն այնպիսի զարգացումներ, որ թարապես այդ կուսակցությունները պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից, դուրս չպրտվեն եւ իրենք թող զբաղվեն իրենց գործունեությամբ։ Ինքուզ մեր բիզնեսով զբաղվել, թող շարունակի բիզնեսով, հարկային դաշտում օրինական զբաղվի բիզնեսով։ Եվ իդեպ ես ասում եմ, շատերը շնորհակալ կլինեն նաև իշխանությանը, որ ի վերջո մենք իրավաքաղաքական գնահատական տանք իշխանության ուզուրպացիայի, որ նաև 25 թվականի սեպտեմբերին Եվրոպական դատարանի այդ վճիռը իրագործենք եւ մարտի 1-ի գործով եւ վռնդեն քաղաքական դաշտից այն կուսակցությունների եւ քաղաքական գործիչներին, ովքեր մաս են կազմել 2008 թվականի կոալիցիոն կառավարությանը եւ նաեւ պատժենք ընտրակեղծարարությամբ զբաղվող կուսակցությունների եւ քաղաքական գործիչներին։ Պատժերը չեմ ասում պետք է գնդակահարել, կախել եւ այլն։ Պետք է զրկել այդ մարդկանց եւ քաղաքական գործիչներին զբաղվել քաղաքականությամբ որևէ ձևով։ Ուշ են Դեպոնստրական նաև նախաձեռնություն կա, որ նրանք հիմա ազգային ժողովում, որ նրանք ովքեր որ ընտրակեղծարարության մեջ մեղադրվել են, երբևէ պետական պաշտոն չզբաղեցնեն։ Նաև չֆինանսավորեն։ Հիմա օրինակ Սամվել Կարապետյանը չկա ոչ միտեղ, բայց նա քաղաքականության մեջ է։ Ինքը չպետք է իրավունք ունենա ֆինանսավորի ինչ որ շարժումներ եւ այլն եւ այլն։ Ինչպես Իվանիշվիլին Վրաստանում։ Դու խառնեցիր, գնացիր, հաջողություն, զբաղվիր, Ռուսաստանում այնտեղ լիքը հարցեր ունես։ Գնա բենզինի գործարան դիր, տես, միգուցե դրան էլ կհարվածեն։ Զբաղվի Ռուսաստանով։ Սա է մեր նպատակը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում պետք է լինեն ուժեր, որոնց նպատակն է Հայաստանի բարգավաճումը, եւ սա պետք է անել մինչեւ Երևանի քաղաքային ընտրությունները։ Նաև ընդդիմության մասին, պարոն Բլեյան, այդպես էլ չստացվեց, խոսեցիք այդ մասին, որ ընդդիմափոխություն իրականացվի, ձեր կուսակցությունը հենց այս օրակարգն էր առաջ տանում, բայց սա աշխատանքի առաջիկա 5 տարիների համար նորից փորձելու, որ գոնե 2031-ին մենք չունենանք այս պատկերը, դուք ինչպես եք տեսնում այդ հնարավորությունը, որովհետև մենք ամեն անգամ գալիս հասնում ենք մի կետի, որ պրոռուսական ուժերը փորձում են իշխանություն վերցնել եւ հասարակությունն էլ որպեսզի դա թույլ չտա, ընտրում է գործող իշխանություն չի ընտրում օրինակ այն ուժերին, որոնք որ ունեն նույն արտաքին քաղաքական կուրսը, պրոռուսական չեն, բայց այդ մթնոլորտը ստեղծվում է այնպես, որ ձայն են տալիս իշխող քաղաքական ուժին ու այդ ընդդիմափոխության, այսպես ասած, ժամանակ չի մնում։ Դե տեսեք, կա երկու մանչ, մեկը դեռ 18 թվականից, որ մենք ասում ենք իրավաքաղաքական գնահատական, քրեական գնահատական, իշխանության ուզուրպացիային, միևնույն ժամանակ մենք ըմբռնումով ենք մոտենում, հասկանում ենք Արցախյան շարժում կար եւ այլն, այսպես չէ։ Մենք ասում ենք լավ, հասկանալի է մի խոսքով։ Հետո ամեն անգամ, ինչ որ խնդիրներ կային, 20, 21, 22 ամեն անգամ մենք ըմբռնումով ենք մոտենում։ Օրինակ, սկզբից մենք կարծում ենք, որ Հայաստանը, ներողություն, Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Հիմա այդ ամեն ինչը չեզոքացվել են։ Բոլոր վախերն ու ռիսկերը, որոնք կային Ռուսաստանի հետ կապված, չեզոքացվեցին։ Վերջի վախը, որ կար, առևտրատնտեսականն էր։ Եվ փաստացի մենք կարող ենք ասել, որ մոտ 3 շաբաթ է արդեն, ընտրություններից առաջ երբ սկսեցին այդ պատժամիջոցները։ Այո։ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում մասնակիորեն, բայց մեծամասամբ սառեցված է։ Ընդ որում սառեցված է Ռուսաստանի կողմից։ Որովհետև եթե չկա օրինակ թարպես ԵԱՏՄ-ն ինչ է, մաքսային միություն է։ Այսինքն անմաքս ապրանքներից արտահանում, ներմուծում, տեղաշարժ։ Եթե դա չկա, մանավանդ ներմուծման դեպքում, ներողություն արտահանման դեպքում, ուր է այդ մաքսային միությունը։ Եվ ես ինչու եմ դա ասում։ Հիշում եք Գալուզինը, Մեդվեդևը մնացածները ինչ էին ասում։ Ապոկալիպտիկ հետևանքներ էին իրենք կանխատեսում։ Տնտեսությունը կփլուզվի, այս կլինի Արմագեդոն կլինի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ազդել են նաեւ մեր քաղաքացիների վրա, որտեղ դրա պայքարի ժամանակ քաղաքացիները միշտ ասում են մի բան անենք հանկարծ ԵԱՏՄ-ից մեզնից դուրս չհանեն, որտեղ մարդկանց տպավորության, որ չգիտեմ, այդ ԵԱՏՄ-ն այնպես մի բան է, որ վայ, հանկարծ դուրս չգաք։ Չկա ԵԱՏՄ-ում։ Չկա ԵԱՏՄ-ն։ Հիմա չկա արտահանում, չկա դեպի ԵԱՏՄ, մի փոքր հատված։ Ներմուծումն է հիմնականում։
Բայց ժամանակին մեզ ասում էին, որ օրինակ հապկից հրաժարվեք, ձեզ ոչ մեկ զենք չի ծախել։ ԵՏՄ-ից հրաժարվեք, դուք տնտեսությունը կփլուզվի, բայց մենք ունեցանք այլ ընտրանքներ։ Մեզ նաև մեղադրում են, որ եթե հանկարծ հապկից դե յուրել դուրս գանք, ԵՏՄ-ից էլ կհանենք, Լավրովն էր վախեցնում։ Նաև Գալուզինը մի քանի օր առաջ Գալուզինը հայտարարեց, որ Հայաստանին, հայ ժողովրդին, իրենք սիրում են հայ ժողովուրդ եզրույթն օգտագործել, այն խոստումները, որոնք Եվրոպական միություն տալիս է, չեմ կարծում, որ կարող են իրականացնել։ Իսկ դրանից մոտ 3 շաբաթ առաջ իրենք վստահ էին, որ Եվրոպական միությունը չի կարող այդ խոստումներն իրականացնել։ Դուք Եվրոպային պետք չեք, այդպես էին նաև ասում։ Իսկ հիմա պաստորից Եվրոպայից դուրս ենք պետք, վրացիներն էլ մեզ օգնեցին, ուկրաինացիներն էլ մեզ օգնեցին, արաբներն էլ մեզ օգնում, կանադացիները, բրիտանացիները, այստեղ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության շուկայական նոր հնարավորությունների մասին։ Եվ ես վստահեցնում եմ, մեր արտադրանքը արդեն ավելի բարձր որակավորումով եւ բարձր գներով կվաճառվեն ռուսական շուկայում, որտեղ իրենք ի վերջո սսկվելու են եւ հանգստանան։ Այնպես ինչպես լռում են իրենք ղազախների դեպքում, եւ ղազախները 10 միլիարդ եվրոյի հասնող գործառույթներ են իրականացում Եվրոպական միության հետ եւ նա ծպտուն չի ելնում ռուսների հետ բերանից։ Ծպտուն չի ելնում իրենց բերանից։ Հիմա էլ աղրսում են իրենցից բենզին գնեք մեզնից, ներողություն բենզին վաճառեք մեզ։ Այո։ Իսկ ինչքան է շարունակվելու Ռուսաստանի, այսպես ասած, քաղաքականությունը չեն շնորհավորում ընտրությունների կապակցությամբ, ինչ որ հաշվարկների են սպասում, այդ հաշվարկները վերջացան, հիմա իրենց սիրելի ընդդիմությունն էլ մանդատներն է անգամ վերցնում, ինչքան են այնուամենայնիվ հանդարտվում է, մանավանդ այսօր էլ Փաշինյան Միշուստին հանդիպումը սպասվում, հնարավոր է դրանից հետո ինչ որ փափկացումներ լինեն, բայց ես անկեղծ չեմ ուզում իրենք այդ սանկցիաները, այդ պատժամիջոցները կամ սահմանը փակումները վերացնեն։ Ես ուզում եմ, որ դրանք որքան հնարավոր երկար տևեն, որտեղ դա հնարավորություն է տալիս մեզ։ Ես չեմ ուզում մեր գործարարներն ու բիզնեսմենները նորից մտածեն, որ ռուսական շուկան բացվում է։ Իրենք պետք է հասկանան, որ դա հուսալի շուկա չէ։ Եվ եթե դու գործարար ես, դու պետք է երկարաժամկետ պլանավորում իրականացնես։ Եվ դու պետք է հասկանաս, որ վերջացավ։ Հերիք է ցորենով կոնյակ պատրաստեք։ Հերիք է, չգիտեմ, ինչեր սրսկեք ծիրանի մնացած բաների վրա եւ արտահանեք այդտեղ։ Վերջ։ Եվ առաջի հերթին դա մեր սպառողներին է պետք, որտեղ մենք ենք նաև սնվում այդ ամեն ինչից։ Հիմա սա իրենց կարծես վերջին շանսն էր գուցե օգտագործել այս ընտրությունները Սամվել Կարապետյանին ուղարկեցին այստեղ, որ իրենց ուզած իշխանությունը լինի, սա էլ չստացվեց, բայց այս բուռն արձագանքը Մոսկվայի ինչից էր կապված, իսկապես հավատում էին, որ կամ իրենց էին այլ պատկեր ներկայացրել, ինչ եք կարծում, որ Սամվել Կարապետյանը հեսա վարչապետ էր դառնալու։ Գիտեք, ես չգիտեմ դա իրենց վերջին շանսն էր թե չէ, կարծում եմ իրենք այն հայտնի անեկդոտի ժամանակ, երբ խորտակվելուց էլ մկրատ էր ցույց տալի ամուսինը, իսկ թվում է իրենք մի այդպիսի գործելավոճ ունեն, որ միջև խորտակվելն էլ փորձելու են անպայման, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ իրենք հիմիկվանից արդեն պատրաստվում են Երևանի քաղաքային ընտրություններին, 2031 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրա համար եմ ասում, որ պետք է գնալ ռադիկալ քայլերի եւ պրոռուսական, նույնիսկ ռուսական կուսակցություններին հայտարարել թարապես ազգային անվտանգության հարց եւ իրենք պետք է դուրս չպրտվեն քաղաքական դաշտից։ Ամենալավ հնարավոր տարբերակը դա է։ Այո, դա իրենց վերջին շանսն էր օրինական ճանապարհով գալ իշխանության։ 21 թվականին տվեցինք ձեզ հնարավորություն, 26 թվականին տվեցինք ձեզ հնարավորություն, հերիք եղավ։ Մեր ժողովուրդը նյարդեր ունի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հերիք է։ Հիմա արդեն զբաղվեք ձեր Ղրիմով ձմեռ է գալիս, հոսանկազրկումներ են սպասվում, արդեն կան, բենզին չկա, մյուսը թերակղզին կղզի եք դարձրել, ավելի շուտ ուկրաինացիներն են կղզի դարձրել։ Սպասեք ձեր ներքին գործերով։ Հեռու մնացեք Հայաստանից։ Կարապետյանները, մնացածները իրենք նորից եմ ասում, շնորհակալ կլինեն այս ամեն ինչի միջից դուրս գալու։ Հիշում եք այդ հայտնի ձայնագրությունը, որ Ռոբերտ Քոչարյանը աղերսում է Պուտինին, որ ինչպես իր խնդրանքով մտավ այս ընտրապայքարում, խնդրում են նույն կերպ դուրս գալ։ Նա չթույլատրեց, որպեսզի Քոչարյանը դուրս գա ընտրապայքարից, եւ առ այսօր նա դրա մեջ է։ Բայց մաշվեց միջև քո։ Մաշվում է միջև քո, եւ ես ձեզ վստահեցնում եմ ինքն էլ է ուզում այդ ամեն ինչից դուրս գա։ Ես կարծում եմ համնադեպս, օրինակ Սերժ Սարգսյանն այդ առումով շատ ավելի հեռուն գնաց։ Կոմպետենտ էր ավելի իրավիճակի տիրապետում։ Գնահատել իրավիճակը։ Շնորհակալություն Պամպլյան հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։